Բարև ձեզ։ Երբևէ մտածել եք մի շոտ պարզ, բայց գիտեք միևնույն ժամանակ բավականին խորը հարցի մասին։ Այնպիսի բան, որ բոլորս էլ տեսել ենք, ասենք ծնունդների կամ տոնակատարությունների ժամանակ։ Դե եկեք միասին խորանանք դրա մեջ։ Դե հարցը հենց սա է. ինչու են փուչիկները թռչում։ Այսինքն, ինչն է ստիպում, որ հելիումով լցված փուչիկը սլանա դեպի երկինք, իսկ այն մեկը, որը մենք մեր շնչով ենք փչում, ուղղակի ընկնում է գետնին։ Լավ, մեզնից շատերը երևի թե գիտեն այսպես ասած պարզ պատասխանը, չէ՞ որ դպրոցում հենց դա են մեզ սովորեցրել։ Ու իհարկե դա ճիշտ է։ Հելիումն իսկապես ավելի թեթև է կամ ավելի ճիշտ ավելի քիչ խիտ, քան մեզ շրջապատող օդը։ Բայց գիտեք, եթե մենք հենց այստեղ կանգ առնենք, բաց կթողնենք ամբողջ պատմության ամենահետաքրքիր մասը, որովհետև ավելի թեթև է ասելը, դե դա ուղղակի փաստ է, բայց դա չի բացատրում, թե իրականում ինչն է փուչիկը վերհրում, որտեղից է գալիս այդ ուժը, իսկ իսկական պատասխանը, հավատացեք, շատ ավելի զարմանալի է։ Դե ինչ, եկեք բացահայտենք մեր պատմության իրական անտեսանելի հերոսին։ Մի ուժ, որը մենք չենք տեսնում, բայց որն անընդհատ ազդում է մեր վրա։ Այս ուժը կոչվում է լողունակություն, ու հենց այստեղ է ամենահետաքրքիրը։ Այո, օդը, որը մենք շնչում ենք, գիտության լեզվով ասած համարվում է հեղուկ, ճիշտ ինչպես ջունը։ Ու պատկերացրեք, որ մենք ապրում ենք մի հսկայական օդային օվկիանոսի հատակին, որը անընդհատ վեր է հերում այն ամենը, ինչ իր մեջ է։ Իհարկե, նաև մեր փուչիկները։ Կարող եք սա պատկերացնել որպես անverջ պարան ձգոցի։ Մի կողմից ձգողականության ուժն է, որը ամեն ինչ քաշում է դեպի ներքև, դեպի գետին։ Մյուս կողմից լողունակությունն է, որը հրում է դեպի վեր։ Ուրեմն, եթե ձգողականությունն ավելի ուժեղ է, օբյեկտը բնականաբար ընկնում է, բայց եթե լողունակությունն է հաղթում, վուալա, այն սկսում է բարձրանալ։ Լավ, բայց որտեղից է գալիս այդ լողունակությունը։ Ահա թե որտեղ է թաքնված ամբողջ գաղտնիքը։ Ամեն ինչի պատճառը ճնշման տարբերությունն է։ Պատկերացրեք, մեր գլխավերևում կիլոմետրերով օդի սյուն կա, չէ՞։ Դե այդ օդը քշիր ունի, ու այդ քշիրը մի քիչ ավելի ուժեղ է սեղմում փուչիկի մերքևի մասին, քան վերևի։ Հենց այս փոքրից փոքր տարբերությունն է, որ ստեղծում է այն վեր բարձրացնող ուժը։ Զարմանալի է, չէ՞։ Որպեսզի լրիվ հասկանանք այս երևույթը, պետք է մի փոքր ճամփորդենք դեպի անցյալ։ Ուղիղ 2000 տարուց ավելի հետ հին Հունաստան, որտեղ մի հանճարեղ մարդ հասկացավ այս ամենի գաղտնիքը։ Դե պատմությունը շատ հայտնի է։ Սիրակուզայի թագավորը մի խնդիր ուներ։ Նա ուզում էր իմանալ արդյոք իր նոր շքեղ թագը մաքուր ոսկուց է, թե ոսկերի չխաբել է իրեն, բայց իհարկե առանց թագը վնասելու։ Ու այս խնդիրը տալիս է Արքիմեդին։ Մի օր, երբ Արքիմեդը մտնում է իր լոգարանը, նկատում է, թե ինչպես է ջուրը դուրս թափվում, ու հենց այդ պահին նրա մոտ կայծակ է խփում։ Նա հասկանում է, որ դուրս մղված ջրի ծավալը հավասար է իր մարմնի ծավալին։ Ուրեմն նա կարող է նույն կերպ չափել թագի ծավալը եւ համեմատել այն մաքուր ոսկու կտորի հետ։ Ասում են նա այնքան է ոգևորվում, որ մերկ դուրս է վազում փողոց գոռալով Էվրիկա, այսինքն գտա։ Ու հենց այս հանճարեղ բացահայտումն էլ դարձավ հայտնի որպես Արքիմեդի սկզբունք։ Եթե փորձենք պարզ բառերով ասել, սա նշանակում է, որ փուչիկը վեր հրող ուժը ճիշտ հավասար է այն օդի քշրին, որին փուչիկը տեղ է տվել։ Այսինքն, եթե փուչիկը իր մեջի հելիումով հանդերձ ավելի թեթև է, քան իր դուրս մղած օդը, ապա այն պարզապես թռչելու է։ Այդքան պարզ։ Okay, հիմա, երբ գիտենք կանոնները, եկեք տեսնենք, թե ինչպես է այս խտության խավը աշխատում տարբեր տեսակի փուչիկների համար։ Ամբողջ հարցը, եթե ավելի խորանանք, ատոմների ու մոլեկուլների մեջ է։ Տեսեք, օդը, որը հիմնականում ազոտ ու թթվածին է, ունի մոտ 29 գրամ մոլ միջին մոլեկուլային զանգված։ Իսկ հիմա համեմատեք։ Հելիումի ատոմները անհավանական թեթև են, ընդամենը 4 գրամ մոլ։ Պատկերացնում եք տարբերությունը։ Այս հսկայական տարբերությունն էլ հենց նշանակում է, որ նույն ծավալի մեջ հելիումը շատ ավելի թեթև է, քան օդը։ Բայց գիտեք, պարտադիր չէ, որ հենց ուրիշ գազ օգտագործենք։ Օդապարիկները լրիվ ուրիշ մոտեցում են ցույց տալիս։ Այնտեղ ուղղակի սովորական օդն են տաքացնում։ Երբ օդը տաքանում է, իր մոլեկուլները սկսում են խելահեղ արագությամբ շարժվել ու իրարից հեռանալ։ Դա էլ նշանակում է, որ խտությունը նվազում է։ Արդյունքում օդապարիկի ներսի տաք օդը դառնում է ավելի թեթև, քան դրսի սառը օդը, ու դա նրան վեր է բարձրացնում։ Դե ինչ, եկեք ամփոփենք։ Հելիումով փուչիկը թռչում է, որովհետև հելիումը ուղղակի անհավանական թեթև է։ Օդապարիկը թռչում է, որովհետև տաք օդն ավելի թեթև է, քան սառը օդը։ Իսկ այն փուչիկը, որը փշում ենք մեր շնչով, ընկնում է։
Ինչու՞։ Որովհետև մեր արտաշնչած օդը, գումարած հենց լատեքսի քշիրը, արդեն իսկ այն ավելի ծանր են դարձնում, քան իրենց դուրս մղած օդը։ Պարզ է, չէ՞։ Հիմա դուք երևի մտածում եք. լավ, եթե ամեն ինչ թեթևության մեջ է, ինչու չենք օգտագործում ջրածին։ Չէ՞ որ այն ամենաթեթև տառն է տիեզերքում, նույնիսկ հելիումից թեթև։ Այն շատ ավելի մեծ վերամբարձ ուժ կտար։ Այդ դեպքում ինչու ծնունդի փուչիկները ջրածնով չեն լցնում։ Պատասխանը իրականում շատ պարզ է ու մի քիչ էլ սարսափելի՝ անվտանգություն։ Ջրածինը չափազանց, ուզում եմ շեշտել, չափազանց դյուրավառ է։ Բավական է հիշել Հինդենբուրգ դիրիժաբլի աղետալի փայլությունը։ Հելիումը ընդհակառակը իներտ գազ է։ Դա նշանակում է այն չի արձագանքում ոչ մի բանի հետ, չի այրվում, չի փայթում, այն ուղղակի անվտանգ է։ Դրա համար էլ այն միակ խելամիտ տարբերակն է փուչիկների համար։ Okay, մենք արդեն հասկացանք, թե ինչպես է այս ամենը աշխատում, բայց մի նոր հարց է առաջանում. որքան բարձր կարող է թռչել փուչիկը։ Ինչն է նրան ի վերջո կանգնեցնում։ Պատկերացրեք, սովորական օթերևութաբանական փուչիկը կարող է բարձրանալ մինչև 35 կիլոմետր։ Դա մոտավորապես 22 մղոն է։ Որպեսզի հասկանաք, թե դա որքան բարձր է, ասեմ, որ սովորական ինքնաթիռները թռչում են մոտ 10-12 կիլոմետր բարձրության վրա։ Այսինքն 3 անգամ ավելի բարձր։ Դա արդեն մթնոլորտի ստրատոսֆերա շերտն է։ Դե լավ, եթե այդքան բարձր է հասնում, ինչու ուղղակի չի շարունակում իր ճանապարհը մինչև տիեզերք։ Ինչն է նրան խանգարում։ Պարզվում է, որ կան շատ կոնկրետ պատճառներ, որոնք սահմանափակում են նրա թռիչքը։ Եկեք հետևենք փուչիկի վերջին ճամփորդությանը։ Այն բարձրանում է, ու որքան բարձրանում է, այնքան դրսի օդի ճնշումը թուլանում է, բայց ներսում հելիումի ճնշումը նույնն է մնում։ Արդյունքում հելիումը սկսում է ընդարձակվել, իսկ փուչիկը փչվել ու մեծանալ։ Պատկերացրեք, 2 մետր տրամագծով փուչիկը կարող է դառնալ 8 մետր։ Ի վերջո, լատեքսը ուղղակի չի դիմանում այդ լարվածությանը եւ պայթում է։ Սա էլ նրա ճանապարհորդության ավարտն է։ Իսկ օդապարիկների դեպքում պատմությունը մի քիչ ուրիշ է։ Նրանք չեն պայթում։ Ուղղակի, որքան բարձրանում են, այնքան շրջապատող օդը նոսրանում է։ Իսկ եթե օդը քիչ է, ուրեմն պետք է ներսի օդը անհավանական տաքացնել, որպեսզի ինչ-որ տարբերություն ստացվի։ Ինչ-որ պահից դա ուղղակի անհնար է դառնում։ Պարզ ասած, արդեն բավականաչափ օդ չի լինում, որին տեղ տալով կարողանաս բարձրանալ։ Դե ինչ, հաջորդ անգամ, երբ տեսնեք մի փուչիկ, որը սլանում է դեպի երկինք, հիշեք, որ դուք ուղղակի փուչիկ չեք տեսնում։ Դուք տեսնում եք ֆիզիկայի հիմնարար օրենքների մի անհավանական պար՝ ձգողականության, ճնշման ու լողունակության միջև։ Ու սա իսկապես ստիպում է մտածել։ Եթե օդը, որը մենք նույնիսկ չենք տեսնում, կարող է տոննաներ քշրող օդապարիկը վեր բարձրացնել, ապա էլ ինչ անտեսանելի, բայց հզոր ուժեր կան մեր շուրջը, որոնք ամեն վայրկյան ձևավորում են մեր աշխարհը։ Այսքանով ավարտենք, շնորհակալություն, որ մեզ հետ էիք։